արևմուտքի համար սա առաջին, այսպես ասած, արևմուտք ասելով հաստանում եմ տվյալ դեպքում Լեհաստանի մասին, որտեղ կա նաև նատոյական կամ ամերիկյան զինվորներ, բազա, բայց զինամթերք պահպանված երկար ժամանակի համար սևորվա համար, բայց նաև Հայաստանի ռեակցիան էր։ Հիմա Ռուսաստանը ինչի արեց դա, արդյոք դա պատահական էին, իհարկե չէ, 1-2-ը կարող է պատահական գնայի 30-ից ավել չի կարող լինի պատահական, երկրորդը այդ խփնված դրոնների մեջ գտել են, որ նրանք ղեկավարվել են այն հեռախոսի մեջ եղած SIM կարտերով, որոնք գնված են եղել Լիտվայում եւ Լեհաստանում, այսինքն լեհական եւ լիտվական SIM կարտերով, ինչու, որտեղ այդ հեռավորության վրա իրանք կարողանան թռիչքի ժամանակ միանան տեղական բջջային հեռախոսների ցանցին եւ դրանից եւ ղեկավարվեն եւ իրենց տեղը ճշտեն, ուղղությունը եւ այլ, տենց բան է։ Այսինքն այդպիսով ոչ թե արբանյակային կապի միջոցով են ղեկավարել դրանց, այլ հեռախոսային ցանցի միջոցով, որ շատ ավելի էժան է, շատ ավելի հեշտ է, մատչելի է եւ բան։ Հիմա հարց առաջանում արդյոք ռուսները չգիտեին, որ տենց բան տնեն շատ հեշտությամբ կպարզվի։ Իհարկե գիտեին եւ էքսպերտների կարծիքն է, որ ուզում էին, որ իմանան լեհերը կամ ՆԱՏՕ-ն իմանա, որ ռուսները հենց այդպես էլ արել են միտումնավոր խփել են Լեհաստանին։